Դատավարությունները եւ ամեն ինչը սկսեց գործադուլից, հա, եւ արդեն հայտնի դարձած Քաջյանի ԶՊՄԿ-ում գործադուլը հունվարի 31-ից որը սկսեց եւ տևեց 11 օր։ Գործադուլն էլ իր պատճառներ ուներ արդեն, այսինքն երկար ժամանակ իրանք անտեսում են մարդկանց խնդիրները, բարձրաձայնում են մարդիկ եւ ղեկավարության կողմից այդ անտեսվելու պատճառով իրանք այս խնդիրները միշտ անտեսում են, նման փոխկում եղավ մարդկանց մոտ, այսինքն պահպանեցին նույնիսկ այդ բոլոր պահանջները, այսինքն նախորդ զգուշացրել էին թղթով արմիություններին, այսինքն որ հեսա գործադուլ կսկսվի, մեր մեջ կար արմիության ներկայացուցիչ, այսինքն ամեն ինչ պահպանեցին, բայց միևնույնն է ստացվեց այդ գործադուլը։ Գործադուլի ընթացքում 7-րդ օրը հանեցին աշխատանքից 8 հոգու, այդ թվում նաև ինձ, մենք դա հասկացանք որպես պատժամիջոց, այսինքն որպեսզի մարդկանց վախեցնեն, որ մարդիկ վերադառնան աշխատանքի, բայց դա չազդեցրել մարդկանց վրա, 4 օր էլ շարունակվեց դրանից հետո գործադուլը, ու նոր արդեն որ կառավարության ներկայացուցիչներ եկան, կոնֆեդերացիայի նախագահ Տիկին Մանասարյանը, փորձեցին իրենք այդ գործատուի եւ մեր մեջ սկսեցին ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերեցին եւ խոստումներ եղան, որ կկատարվեն այդ բոլոր պահանջները, եւ այդ ժամանակ արդեն գործադուլը ավարտվեց, իսկ մենք մտանք դատավարական process-ի մեջ, այսինքն մենք բողոքարկեցինք այդ փետրվարի 7-ի հրամանը, որ մեզ աշխատանքից հեռացրել են։ Գործը արդեն հասնենք դատարան, ապրիլ ամիսն էր, այդ զուգահեռ դրան ԶՊՄԿ-ն ինքը մեր դեմ հայտ ներկայացրեց վնաս փոխհատուցելու վերաբերյալ, այսինքն մոտ 5 միլիարդ դրամի մասին է խոսքը, 4.7։ Այդ process-ները վերջերս մեր հայցերը, որ մենք աշխատանքի պետք է վերականգնվենք, առաջի հատյանի դատարանը կապանի վճիռներ կայացրեց, այսինքն դատավարությունը ավարտվեց, վճիռներ կայացրեց, որ մեր ընդունեց դատարան, որ ապօրինի մեզ աշխատանքից հեռացրել, ուղղակի ինչ որ լարվածության պատճառով չի պարտադրում աշխատանքի մեզ վերականգնել, դրա դիմաց սահմանեց փոխհատուցումներ, ամեն մեկին տարբեր, ինքն էլ հետաքրքիր է, որ ամեն մեկին տարբեր չափով էր փոխհատուցում սահմանել 8 հոգուց, 5 հոգին համաձայնվան այդ փոխհատուցումներին, այսինքն համաձայնվան դատարանի վճռի հետ ես եւ եւս 2 հոգի բողոքարկել ենք այդ վճիռները, որովհետեւ մեր համար այդ փոխհատուցումը չէր կարեւոր, այլ արդարության վերականգնումը, այսինքն մեզ պետք է աշխատանքի վերականգնենք, որովհետեւ մենք ոչ մի բան չենք խախտի օրենքի։ Մենք բարձրաձայնում ենք խնդիրները, այսինքն մենք տվել ենք վերակնիչ դատարան, իսկ իրանց հայցով զուգահեռ որ գնում է մի անգամ նիստ է եղել, որը հետաձգվել է 2.5 ամիս, այսինքն մինչեւ հոկտեմբերի վերջ այդ էլ ԶՊՄԿ-ն է պահանջել ժամանակ, որպեսզի թղթեր ինչ-որ պատրաստի դրա համար։ Գործադուլի ժամանակ վնասը հաշվել են, նախ մեր դատապաշտպանն էլ արդեն կասկածի տակ ենթարկել այդ իրենց այդ հաշվարկների իսկությունը, այսինքն այդ ինչ հաշվարկ է անցկացվել, որ այդքան գումար է եկել, որ այդ հաշվարկով իրանց վնաս են հասել 11 օրվա ընթացքում այդ 4.7 միլիարդ դրամը, կոնկրետ այդ 8 հոգու վրա է այդ բեռը բաշխում է, վնասի բեռը այդ 8 հոգուց պահանջում են 8 հոգուց, այսինքն եթե մեր գործով մենք ամեն մեկս առանձին ենք հայց ներկայացրել, այս մի հայցը ընդհանուր 8 հոգու է վերաբերվում, ինձ թվում է այդ գործն էլ կարող է ինքը շատ երկար գնա, որովհետև բացի դրանից գործադուլ ժամանակ սկսել է նաև քրեական վարույթ ինքնիրավչության հոդվածով, ու այդ քրեական վարույթը կարող է խոչընդոտի, որ այս մի քաղաքացիական վարույթը նորմալ ընթանա, որովհետև եթե քրեական վարույթ առկայության դեպքում կարող է այդ գործը կասեցվի, մինչև քրեական վարույթը չավարտվի։ Գործադուլին ակտիվ մասնակցում են 700-800 հոգի, բացի դրանից 2448-ն ստորագրություն է թողել, որ իրանք աջակցում են այդ գործադուլին, այսինքն աշխատողները, եւ չէին աշխատում իրանց աշխատավայրերում, այսինքն բոլոր 2500-ն մասնակցում են գործադուլին, բայց ԶՊՄԿ-ն, չգիտենք, ինչ տրամաբանությամբ պահանջում է այդ վնասի փոխհատուցումը միայն մեզնից, այդ 8 հոգուց, եւ այդ տրամաբանությունը մենք դա տանում էլ, այսինքն մեր դատապաշտպանը առաջին պատճառներից, որը նշում է, դա խտրականությունն է, որը դրսևորվում է մեր հանդեպ, այսինքն եւ աշխատանքից են մեզ ազատել ապօրինի եւ այդ վնասն են պահանջում միայն այդ 8 հոգուց, չգիտենք, օրինակ ես այդ տրամաբանությունը չեմ հասկանում, կարող եմ ենթադրել, որ դա ուղղակի էլ եմ ասում մնացածին վախեցնելու համար է, այսինքն կոնկրետ մի քանի հոգու ուզում են պատժեն, ցուցադրաբար, որ բոլորը տեսնեն, որ ԶՊՄԿ-ի հետ եթե ինչ-որ ուզում ես բարձրաձայնես, այսինքն հետևանքներ կունենան, դա իմ կարծիքն է, չգիտեմ, երևի թե ճիշտ է ես եմ մտածում։
Դա իհարկե դա ճնշման գործիք է մարդկանց դեմ, այդ նման այդ սլաբ գործողություններով դատավարությունները, դա ճնշման գործիք է, որովհետև դրանից հետո ես տեսնում եմ, այսինքն մարդիկ, որոնք կարողացան գործադուլ ժամանակ բարձրաձայնեն, հիմա իրանք գտնում են, որ ավելի լավ է, որովհետև տեսնում են ինչա կատարվել Շավարշի եւ մնացածի հետ, իրենք ուզում են ավելի շատ լավ սուս մնան, նույնիսկ իրենց մեջ, չեմ ասեմ, սոլիդարություն կա, չէ, այսինքն ես բարձրաձայնում եմ իրենց խնդիրները, իրանք վատ են զգում, որ իրենց աշխատանքից զրկել են, բայց միևնույնն է, դաժե նույնիսկ այդ զգացումը մարդկանց մոտ, որ այսինքն իրենց ինքերոջի իրենց պատճառով կամ ընդհանուր պատճառով հանել, իրանք չեն կարող բացահայտ աջակցեն ինձ, այսինքն կլինի դա սոցցանցերում, թե հանդիպումների ժամանակ աջակցում, բայց բացահայտ չեն կարող, որովհետև տեսնելով այս հետևանքները, իրենք վախում են իրենց ընտանիքի այդ տնտեսական վիճակի համար, որ կարող է իրենց աշխատանքից հեռացնեն, եւ դա կոնկրետ ազդել է մարդկանց վրա, թե ԶՊՄԿ-ի, թե պատժիչ վերաբերմունքը գործողությունները ազդել է մարդկանց վրա։